Ինձ թվում այս սերիալի մասին միայն ես եմ հիշում, մեկ էլ իր հեղինակը։ Այսօր կխոսենք Կլոն սերիալի մասին։ Դե պատմությունը սկսում է 1980 թվականի սկզբում, Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո։ Ջեյդը մնում է առասենողների եւ ստիպված տեղափոխվում է Մարոկկո իր հորեղբոր Ալիի մոտ ապրելու։ Բայց կար մի փոքրիկ խնդիր։ Քանզի Ջեյդը մեծացել էր այլ մշակույթում, իրեն շատ դժվար էր հարմարվել մահմեդական ավանդույթներին։ Հենց Մարոկկոյում էլ Ջեյդը հանդիպում է Լուկասին եւ սիրահարվում։ Բայց դե գիտեք, իրեն սերը արգելված էր։ Մահմեդական աղջիկը չէր կարող ամուսնանալ քրիստոնյա տղայի հետ։ Լուկասի երկվորյակ եղբայրը Դիեգոն ողբերգական կերպով մահանում է։ Եվ հենց այստեղ իրենց ընտանիքի մտերիմ ընկեր գիտնական Ալբիերին որոշում է անել անհավատարիմ։ Նա ստեղծում է մարդու առաջին կլոնը։ Հենց այսպես էլ ծնվում է Լեոն, Լուկասի ճիշտ կրտօրինակը, որի մասին շատ քչերը գիտեին։ Դե տարիներն անցնում են, Ջեյդը իր ընտանիքն է կառուցում, Լուկասը իր ընտանիքը։ Բայց մինչև վերջ երկուսն էլ երջանիկ չեն կարողանում լինել, քանզի սիրում են միմյանց։ Ջեյդին ստիպողաբար ամուսնացնում են Սաիդի հետ, նա ունենում է մի աղջիկ Խադիջան, իսկ Լուկասը ամուսնանում է Մաիզայի հետ եւ ունենում է նույնպես մի աղջիկ Մել անունով, ով հետագայում շատ լուրջ խնդիրներ է ունենում, թմրանյութերի հետ կապված կախվածություն, սակայն Ջեյդի եւ Լուկասի ճանապարհները կրկին խաչվում են եւ չմոռացված զգացմունքները վերադառնում։ Ալբիերին շարունակում է անել ամեն ինչ, որ կլոնավորման մասին ոչ ոք չիմանա, բայց դե Ջեյդը հանդիպում է Լեոին, տեսնելով նրան շոկի է մատնվում, հիշում է Լուկասի երիտասարդ տարիները, իր հերթին Լեոն սիրահարվում է Ջեյդին եւ ի վերջո Ջեյդն ու Լուկասը հասնում են իրար միայն վերջին սերիայում։ Եվ այս անգամ նրանց այլևս ոչ ոք չի կարողանում խանգարել։ Դե իրականում հասուն տարիքում նայելով այս սերիալը հասկանում ես, որ Սաիդը այդքան էլ վատ ամուսին չէր եւ կարելի էր իրականում իր հետ երջանիկ ընտանիք կազմել, բայց քանզի սրտին չես հրամայի, այդ իսկ պատճառով Ջեյդը միշտ ձգտում էր դեպի Լուկասը։ Եվ բացի այդ, մեր Ջեյդը սիրում էր ազատություն, ինչը ցավոք սրտի նրան չէր տրվում։ Դե իսկ Լուկասը այդքան էլ իսկական տղամարդ չէ, քանզի շատ դեպքեր են եղել, որ նա կարող էր պայքարել Ջեյդի համար, բայց նա ուղղակի քայլ չի արել։ Իսկ այդ Ջեյդը շատ պայքարող տեսակ էր։ Դե ինչ սիրելիներս, ձեզ հետ էր Յանիկան, մեկնաբանության բաժնում անպայման կգրեք ձեր մանկության սիրելի սերիալի անվանումը։ Եվ իհարկե չմոռանաք հետևել մեջին։ Ես այստեղ բացահայտում եմ հայկական սերիալներն ու սիթքոմները եւ ամեն օր խորհուրդ եմ տալիս ձեզ հետաքրքիր ֆիլմեր։ Բայ բայ։